բայց միաժամանակ տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետությունում սովետական տարիներին Վանաձորի քիմիական կոմբինատը արտադրել է մեծ քանակությամբ ազոտական պարարտանյութ։ Երկրաշարժից հետո պարարտանյութերի արտադրությունը դադարեցվել է եւ մինչեւ այսօր այլևս պարարտանյութ չի արտադրվում։ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը եւ գյուղատնտեսության նախարարությունը արդեն մի քանի ամիս է մասնագետների միջոցով մենք գործընթաց ենք սկսել եւ ուզում ենք Վանաձորի Քիմպրոմ փակbaşնետիրական ընկերությունը սկսել ուրեմն պարարտանյութերի արտադրությունը։ Եվ կարող եմ ուրախությամբ ասել, որ օգոստոս ամսից այդ արտադրությունը արդեն կսկսի գործել։ Սպիրտի համար ինքը կարտադրի ուրեմն կարբամիդ, որի պահանջարկը հանրապետությունում մեծ է, որովհետև ժամանակին, երբ որ այդ պարարտանյութը արտադրվել է, նույն ազոտական պարարտանյութն է, բայց ուրեմն ազդող նյութի, այսինքն ազոտի պարունակությունը այդ պարարտանյութներից ավելի բարձր է, մինչև 45-ից 46%։ Իսկ ազոտական պարարտանյութի մեջ, այսինքն սիլիտրան, որ մենք հիմա օգտագործում ենք, նրա մեջ ազդող նյութը, ազոտի պարունակությունը կազմում է մինչև 34%։ Այսինքն տեսնում ենք, որ սա ավելի արդյունավետ է եւ սրա ինքը շատ կարեւոր է ինչ տեսակետից, որ եթե ազոտական պարարտանյութը մենք տարվա մեջ 2-3 անգամ ենք սնուցում բույսերին, սրանով գարնանը մեկ անգամ սնուցելուց հետո երկարատև ինքը ազդեցություն է ունենում բույսի վրա եւ մնում է հողի մեջ։ Բույսը դրանից երկարատև օգտվում է։ Երկրորդ որ պիտի սկսի արտադրել, սա ամոնիումի սուլֆատն է, նույն ազոտական պարարտանյութն է, ուղղակի ազոտի պարունակությունը մի քիչ ցածր, կազմում է 20-21%։ Ես ուղղակի պիտի ասեմ, որ իմանաք գնային առումով, ուրեմն պարարտանյութերի գինը համադրելի պետք է լինի ազոտի պարունակության հետ։ Եթե ազոտի պարունակությունը ցածր է, հասկանալի է, որ նրա գինը ավելի ցածր պետք է լինի։ Ամենակարևորը, որ մենք մեզ համար, մեր երկրի համար շատ մեծ նշանակություն ունի, դա տեղական արտադրության կազմակերպումն է, առաջինը արտադրությունը մեր մոտ կազմակերպենք եւ այդ փողերը մեր երկրից դուրս չի գա։ Առաջին անգամ հանրապետությունում անկախության տարիներից ի վեր պետք է պարարտանյութերի արտադրությունը գործարկվի։ Երկրաշարժից հետո սելիտրայի արտադրությունը, որը կա Վանաձոր Քիմպրոմում, ամբողջ սարքավորումները հանվել էր, տեղափոխվել էր ուրիշ երկիր եւ աստորեն հնարավոր չէր այդ գործընթացը կազմակերպել։ Այս տարիների ընթացքում այդ սարքավորումները ինչքան հնարավոր էր ներկայացվել, մի մասը տեղում են պատրաստվել եւ ամբողջ տեխնոլոգիական շղթան այս պահին պատրաստվել։ Եվ օգոստոս ամսից կսկսի արդեն արտադրությունը երկու հիմնական արտադրատեսակների մասով, կարբամիդի եւ սուլֆատամոնիումի մասով, կարբամիդի մասով Պարոն Կարապետյանը ասեց, թե ինչպիսի առավելություններ ունի սուլֆատ ամոնի, ունի նաև մի հատկանիշ, որ հատկապես աղակալված հողերի համար եւ աղակալման դեմ պայքարի համար լավագույն պարարտանյութերից մեկն է համարվում։ Իմ կարծիքով այս պարարտանյութերի արտադրությունը հնարավորություն կտա նաև ռիթմիկ գյուղացիների մատակարարել պարարտանյութով, այլ ոչ թե սեզոնից սեզոն փորձել ամենածանր պայմաններում եւ տրանսպորտելով տարածել երաժշտական խնդիրները կարգավորել, որը հնարավորություն կտա ավելի էժան եւ ավելի մատչելի գներով մեր գյուղացիներին մատակարարել համապատասխան պարարտանյութերով։ Քիմիական արդյունաբերությունը ինքը ծանր արդյունաբերություն է, հատկապես պարարտանյութերի արտադրությունը։ Այսօրվա վիճակով գործարանը պատրաստ է արդեն այդ արտադրությունը սկսելու, պատրաստ է ամբողջ տեխնոլոգիական շղթան, պատրաստ է բոլոր նորմատիվ փաստաթղթերը եւ այս փոխամբարձման հոշագրի ստորագրումից հետո բնականաբար մնացած աշխատանքները ավելի կարագացնեն եւ օգոստոս ամսից հնարավորություն կունենանք արդեն ունենալու մեր սեփական արտադրանքը։ Ընդհանրապես բոլորը տեղյակ եք, որ գները մթերքի եւ ամեն ինչի գները թելադրում են շուկա։
լինում է պահանջարկի եւ առաջարկի ուրեմն հետևանքով կարգավորվում են գները։ Այս տարի գիտեք, որ ծիրանի բերքը շատ բարձր է, շատ է, անցյալ տարվանից անհամեմատ մենք ավելի բերք ենք ունենալու, անցյալ տարի մենք ունեցել ենք 48,200 տոննա ծիրանի արտադրություն, որից արտահանել ենք 7,300 տոննա։ Վերամշակող գործարները անցյալ տարի ընդունել են 2,820 տոննա ծիրան։ Այս տարվա վիճակով արդեն մենք ուրեմն արտահանել ենք 6,300 տոննա, արտահանումը շարունակվում է, պահեսներով կուտակված կա մոտավորապես 3,000 տոննայի կարգի ծիրան, որը էլի նույնպես պետք է արտահանվի։ Արտահանման գործընթացը շարունակվում է եւ հաստատ համոզված եմ, որ արտահանման ծավալները անհամեմատ բարձր կլինեն անցյալ տարվանից։ Շուկայում առաջարկը շատ մեծ է, գները մի քիչ ցածր են, իհարկե, ճիշտ եք ասում, բայց դժգոհություն չգիտի, ինչ գիտի։ Թանկ է լինում, դժգոհում ենք, բարձր է լինում, էժան է լինում, հենց դուք առաջին ասում եք, թանկ է, անցյալ գարանը հիշում եք, բոլորը դարձ եք տալի, իրան ուտեք, թե չեք։ Շուկան է թելադրում, մի շուկայում առաջարկը մեծ է, դրա համար գները անհամեմատ ցածր է։ Ձկնարդյունաբերությունը մեր հանրապետության զարգացող ճյուղերից մեկն է։ Վերջին տարիներին շատ զարգացում է ապրել եւ եթե տեղյակ եք, մեր այս առաջիկա 5 տարիների ծրագրով նախատեսված է ուրեմն ձկան արտադրությունը եռապատկել մեր հանրապետությունում։ Եվ այսօրվա վիճակով մենք այս տարի ունենք 40%-ի աճ նախորդ տարվա համեմատ, շատ մեծ քանակությամբ։ Եվ այդ բոլորը հիմնականում ունի արտահանման ուղղվածություն։ Սա շատ կարևոր է մեր տնտեսության զարգացման համար։ Բայց միաժամանակ իհարկե որոշակի խնդիրներ կան, հատկապես արտիզան ջրօրերի օգտագործման առումով։ Այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, արդեն երկար ժամանակ է կառավարությունում այս հարցը քննարկվում է, բնապահպանության նախարարության, գյուղատնտեսության նախարարության եւ մնացած շահագրգիռ կազմակերպությունների հետ միասին։ Առաջինը, որ պետք է լինի, դա ուրեմն բոլոր ջրօգտագործողները, որոնք արտիզան ջրօրեր են օգտագործում, դրանց վրա պետք է դրվեն հաշվիչներ։ Արդեն այդ գործընթացը սկսվել է եւ արդեն որոշ արտադրողներ հաշվիչները տեղադրել են, որովհետեւ այն ջրօգտագործման ծավալները, որոնք տրված են իրենց ուրեմն թույլատրված քանակները, դրանից ավելի չօգտագործեն։ Իսկ ընդհանուր առմամբ դրենաժների հարցը մեր համար շատ կարևոր է, շատ ճիշտ եք ասում, մտահոգիչ է, որովհետեւ դրենաժները ջրերը բարձրացել են, մակերեսային ջրերը շատ բարձր են եւ դա բերում է հողերի աղակալման եւ ուրեմն ճահճացման։ Այս առումով նույնպես մեծ աշխատանքներ է կատարում ջրային կոմիտեն, պետական աջակցության մեծ ծրագրեր կա դրենաժների մաքրման եւ այդ որը կբերի այդ մակերեսային ջրերի մակարդակի իջեցմանը։ Արդեն աշխատանքներ այդ ուղղությամբ վերջի տարիները կատարվում են եւ շատ շարունակական է լինելու եւ ես համոզված եմ, որ առաջիկայում դրական տեղաշարժություն ունենա։ Հիմա մեծ պահանջարկ կա Ռուսաստանի Դաշնությունից, եվրոպական երկրներից։ Հիմա մենք ուզում ենք այդ ձկնարդյունաբերության տնտեսություններում ուրեմն ստանդարտներ են մեր տրվում, եվրոպական միության ստանդարտները։ Ես պետք է ասեմ, որ այս տարի մեր ոլորտի համար երակա խնդիր է համարվում նաև մեր օրենսդրական դաշտի սննդամթերքի անվտանգության առումով համապատասխանություն եւ մոտարկվում է եվրոպական ստանդարտների պահանջներին։ Այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տանում եւ մենք հնարավորություն կունենանք եվրոպական միության երկրներ նույնպես արտահանել ձկան տեսակներ։